Ռոստամ և Սոհրաբ Քաուս շահը ընդունում է Ռոստամին Ռոստամ զալը, երբ ազատվեց սուր ճանկերից Սոհրաբի, նորից դառավ հսկամի լեռ իր հասակով վիթխարի: Դանդաղ գնաց, ապա նստեց Զենզեմ ջրի եզերքին, որ գեթ մի պահ հոգնությունից հանգստանա իր հոգին: Կուշտ ջուր խմեց, ապա մաքրեց դեմքն ու լանջը իր փոշոտ, մաղթանք արեց նա Աստծուն, խոսքերով մեղմ ու երկչոտ: Նա Տիրոջից աղաչեց, որ իրեն ուժ տա, հաղթություն, բայց չգիտեր, որ ապագան բերելու է դառնություն: Ինչ իմանար, որ օրերից մի օր Աստված իր բախտի սաղավարտը պիտի նետի բարձրությունից մեծ թախտի: Լսել եմ, որ Ռոստամ զալը անպարտելի ուժ ուներ, քանզի Աստված նրա համար ոչ մի բան չէր խնայել: Ու եթե նա ոտքը դներ ժայռի վրա մի թեթև, ծանրությունից անմիջապես նա ժայռի մեջ կխրվեր: Նա շարունակ իր ուժից էր բողոքում ու տրտնջում, բայց ոչ մի կերպ Աստված նրա բողոքը չէր ականջում: Որ իր ուժից մի քիչ առնի, թեթևանա դա դարձյալ, որ նա ոտքով մի քիչ քայլի, ոչ թե լինի միշտ հեծյալ: Այն ժամանակ Աստված լսեց աղաչանքը Ռոստամի, առավ նրա ուժի կեսը, որ նա թռչի հանցքամի: Այս անգամ, երբ անպատեհից պատահեց մի ծանր գործ, սեկ Սոհրաբի ահից դողաց փահլևանը բազմափորձ: Լալահառաջ նա աղերսեց ամենազոր Աստծուն, որ հնազանդ իր ծառային օգնի Տերը այս գործում: Աղերսում եմ, ով արարիչ, ետ տուր ուժը իմ նախկին, այնուհետև ինչ որ ուզես ապավինիր իմ բասկին: Աստված լսեց նրա ձայնը և ուժ տվեց Ռոստամին, այնպես արեց, որ Սոհրաբի դեմ հաղթանակ նա տանի: Սոհրաբի մահը Ռոստամ զալը ջուր խմեց ու կրկին գնաց անապատ: Սիրտը լի էր հոգս ու ցավով, դեմքը դեղնած ու գունատ: Իսկ Սոհրաբը քշում էր ձին, ինչպես անպարտ փահլևան, մի ձեռքում նա նիզակ ուներ, մյուս ձեռքում վերթ վահան: Վարազի պես վազվզում էր, առյուծի պես մռնչում, քաջավազիկ Երիվարը հողն էր փորում վրնջում: Ռոստամ զալը տեսավ նրան ու մռնչաց վագրի պես, որովհետև այդ քաջի հետ մտնելու էր ասպարես: Իսկ Սոհրաբը, երբ որ հեռվից նայեց առյուծ Ռոստամին, սրտի խորքում ալեկոծվեց ջահելության խենթ քամին: Բայց մոտիկից տեսավ նրան հոգու աչքով մշտարթուն, տեսավ փառքի վեհություն էր իջել դեմքին այդ մարդու: Նա ասաց. հազիվ էիր փախել ճանկից առյուծի, ինչու դարձյալ որոշեցիր թամբել կռվի ահեղ ձի: Դու, որ դեմքդ ետ շրջեցիր ճշմարտության ճամփից լայն, ինչու նորից զենք վերցրիր, եկար իմ դեմ մեն-միայն: Երկու անգամ տապալեցի մենամարտում առերես, բայց հարգեցի ծերությունդ, նիզակահար չարի քեզ:
Ռոստամն ասաց. Ով Փահլևան, քաջասիրտ ես ու գոռոզ, ջահելության ըմբոստ հոգուց դարձել ես դու մեծախոս, ինչպես ահել Փահլևանից ծեծ չես կերել դու վաղուց, եկ ստացիր հարվածներս, թե կոչում ես քեզ առյուծ, վայ այն մարդուն, ով որ շարժեց բարկությունս, ողապահ մոմ կշինեմ իմ ձեռքի մեջ, թեկուզ լինի որցակար։ Այնուհետև նժույգները պինդ կապեցին, այս անգամ բախտանիվը նրանց գլխին պտույտ գործեց չարակամ։ Մենամարտի համար նրանք կապել էին պինդ գոտի, գլուխ գլխի տվին իրար ու ձեռք ձեռքի, ոտք ոտքի, բայց այս անգամ ճախարակը չբերեց բախտ երկնահաս, Ռոստամ զալի համար կարծես գործում էր նա ի վնաս։ Այդպես իրար քաշքշեցին մինչև արփին մայր մտավ, մեկը մեկի ուժն էր չափում, մեկը մեկից հաղթանդամ։ Ամեն մեկը մի հսկա էր, մի ծանրանիստ, ամուր որմ, հսկա լեռը նրանց ձեռքի մեջ կդառնար հալածմոմ։ Բայց Ռոստամը կատաղորեն մեկնեց ճանկ ամեհի, բռնեց վագրի նման կռվող ամուր վզից Սոհրաբի ու ոլորեց, ծռեց մեջքը այդ քաջառյուծ պատանու, որ հասական ժամից հետո էլ ինչ միտք կա կռվելու։ Նա Սոհրաբին զարկեց գետին, ինչպես մի փիղ կատաղած, չոքեց կրծքին, բայց համոզվեց, որ չի մնա նա պառկած։ Անմիջապես կողքից քաշեց իր դաշույնը սրածայր, որդու սիրտը պատառոտեց, նոր իր սիրտը հովացավ։ Ով մարդ, ամեն անգամ, եթե արյան ծարավ դու զգաս, անմեղ մարդուն քենի համար սպանես կամ վնաս տաս, կգա մի օր, որ քո սրտից բախտը կառնի հորդարյուն, կամ մարմնիդ ամեն մազը կդառնա մի սուր դաշույն։ Եվ Սոհրաբը խոր հառաչեց, տնքաց ցավից մահացու, չար ու բարի մտքերը թողեց միայն Աստծուն։ Մեղավոր եմ, ասաց հորը, կռվի կարգը դու խախտիր, քանզի ես իմ ձեռքով տվի քեզ բանալին իմ բախտի, դու անմեղ ես, բախտը ձեռքի դրել է մի հատուսուր, որ խաբելով տապալես ինձ, որ աշխարհից գնամ լուռ։ Բայց իմ մասին ընկերներս երգ կհյուսեն այսուհետ, թե ինչու շուտ շիրի միջա, շաղախվեցի հողի հետ։ Մայրս հայտնեց հորս բոլոր նշանները հանրահայտ, բայց հոր սիրո մեծ կարոտից շիրի միջա ես մինչ այդ։ Ուզում էի գտնել հորս, դեմքը տեսնել անկշտում, բայց անկատար մնաց իղձս, հոգիս մնաց այս դաշտում։ Ափսոս կորան իմ ջանքերը, իմ տենչերը անհատնում, ես չտեսա նրա դեմքը, իղձս մնաց իմ սրտում։ Եթե անգամ ձուկ էլ դառնաս, մտնես գետ ու ծովի մեջ, կամ թաքնվես խավարի պես խոր երկնքում դու անվերջ, կամ թե դառնաս անծայրածիր երկնքի աստղ լուսատու, արեգակի լույսը խլես, կամ ինչ էլ որ լինես դու, մեկ է, հայրս քեզնից պիտի քենի արյուն պահանջի, երբ որ լսի որդու մահը,
կռվից նա չի նահանջի։ Ծարավ է իր մարդու արյան, ինձ մահ տվիր քո ձեռքով, թաթախեցիր իմ արյան մեջ երկաթակուր թուրը քո։ Կգա մի օր, որ մազերը քո կդառնան փուշ անգամ, կծակծկեն մարմինը քո, դու կլինես արնակամ, բայց իմացիր, իմ բանակից զինվոր լինի կամ թե պետ, Ռոստամի մոտ կպատմի, թե ինչ պատահեց որդու հետ, կասի որդիդ ընկավ դաշտում, ինչպես կոտրած մի աղեղ, նա կարոտով հորն էր փնտրում ամենուրեք, ամեն տեղ։ Ռոստամը, երբ նրան լսեց, մռայլվեց հանց թխպոտ լեռ, հանկարծ մթնեց աչքերը և սիրտը դառավ ծանր բեռ։ Ուշագնաց ընկավ գետին իր հասակով վիթխարի, նա նման էր գետնի վրա ընկած հսկա մի ծառի։ Քիչ հետո, երբ ուշքի եկավ, նորից հիշեց իր որդուն, մերթ իր գլխին հող էր ցանում, մերթ շորերը պատռոտում։ Ռոստամից ինչ նշան ունես, ցույց տուր, աչքերն իմ հանիր, թող վերանա իմ անունը և ծագումս իշխանի։ Հայրդ ես եմ, քո փոխարեն ես լինեի սպանված, որ դեստանը իմ դիակի վրա լիներ ողբասած։ Ապա փետեց մազերը և պատռեց շորերն իր հագի, սիրտը նրա նմանվում էր մշտաբորբոք կրակի։ Սոհրաբը, երբ տեսավ հորը այդպես մոլոր ու թշվառ, ճիգ արեց, որ վեր բարձրանա, սակայն նորից ընկավ վայր։ Ավախ, միթե Ռոստամն ես դու, Սոհրաբն ասաց ծնողին, դու ինձ համար պատրաստեցիր հողե սառը անկողին, ամեն անգամ փորձում էի, որ հասկանաս ով եմ ես, բայց մազաչափ չշարժվեց քո անգութ սիրտը քարի պես։ Քանդիր կապը իմ զրահի, նայիր կծքիս լուսազարդ, բաց աչքերդ, որ համոզվես, որդիդ եմ ես, ոչ այլ մարդ։ Սեմենգանում, երբ որ հնչեց դափի ձայնը շքերթի, մայրս վշտից առավ սուրը, որ մարմինը իր քերթի։ Նա չէր ուզում, որ իրանի դեմ մղեի ես պայքար, ուստի եկավ, ձեռքիս կապեց մի հիշատակ եղնգ քար։ Ասաց, որդիս, այս հիշատակ քարը տվեց հայրը քո, երբ որ պետք գա, դու ցույց կտաս, նա կլինի քեզնից գոհ։ Այժմ ամեն բան վերջացավ, հարկ չկա այն ցույց տալու, որդին, երբ որ սպանված է, հայրը ինչպես է լալու։ Ռոստամզալը, երբ որ տեսավ նվեր քարը թանկագին, պատառ արեց բոլոր հագուստները իր հագի։ Նա ողբալով աղաղակեց. «Սպանեցի քեզ, որդի, դու փառապանծ քաջ զորապետ, դու պարծանքը քո զորքի»։ Փետում էր նա իր մազերը, թափում արյուն և արցունք, հողը գլխին էր շաղ տալիս, քարին զարկում ոտք ու ծունկ։ Իսկ մահամերձ Սոհրաբն ասաց.
էլ մի թափի արտասուք, այսուհետև ինչքան որ լաս, անիմաստ է, անօգուտ, մեկ է, պիտի շիրի միջնեմ, ինչքան էլ որ դու ողբաս, ինչ որ եղավ, պետք է լիներ, գուցե այս էր ապագաս։ Ռոստամը քաոսից խնդրում է Բալասան։ Մութը իջավ երկրի վրա, որ միջև լույս լուռ նստի, Ռոստամզալը դեռ չէր եկել բանակատեղ հանգստի։ Զորագնդից ճամփան կան 20 զինվոր անվանի, որ իմանան Ռոստամզալը մեռած է, թե կենդանի։ Նրանք տեսան փոշեթաթախ դաշտում ձիեր են կանգնել, ոչ թշնամին էր երևում, ոչ Ռոստամը թրքաքեն։ Երբ որ տեսան Ռոստամի ձին դաշտում կանգնել է անտեր, մտածեցին, որ սպանվել կամ գերի է նա արդեն։ Ու վազեվազ վերադարձան նրանք Քաուս շահի մոտ, թե մեծության գահը զրկվեց քո Ռոստամից սրտամոտ։ Իրանական բանակի մեջ բարձրացավ սուգ ու շիվան, մահագույժը խախտեց զորքի խաղաղ քունը գիշերվա։ Քաուս շահը հրամայեց տագնապահունչ փող հարեն, անմիջապես հսկաթուսին գնան և իր մոտ բերեն։ Եկավ զորքի միջտեղ կանգնեց Քաուս շահը անհամբեր, ասաց. հիմա ուղարկեցեք արագընթաց մի բանբեր, նայեք դաշտում ինչ է արել մեր ոսոխը չարակամ, ողջ Իրանը Ռոստամզալի համար պիտի հեկեկա։ Եթե իրոք Ռոստամզալը կենդանի չէ այսուհետ, ով կարող է Սոհրաբի դեմ նետել նիզակ, գուրզ ու նետ։ Թուրքը կգա մեր երկիրը կդարձնի արյան ծով, վտարանդի Զամշիդի պես պիտի ընկնենք սար ու ձոր։ Ավարառու այդ թուրքերին ուժով պետք է մղել ետ, որ Իրանի սահմաններում կանգուն մնան գյուղ ու բերդ։ Այն ժամանակ, երբ բանակում խառնաշփոթ աղմուկ կար, սեկ Սոհրաբը դաժան մահու հետ մղում էր դեռ պայքար։ Հորը ասաց. այժմ, երբ իմ կյանքը հասավ վախճանի, իմ բանակը առանց տիրոջ, գիտեմ, ոչինչ չի անի։ Վերջին պահին, որդուդ հանդեպ ցույց տուր սերդ հայրական, մի թողնիր, որ Քաուս շահը ջարդի զորքին թուրքական։ Պատերազմի այս առիթը իմ պատճառով եղավ լոկ, որ Իրանի վրա հասան թորանացիք գողեգող։ Այնպես արա, որ չտուժեն նրանք թուրան դառնալիս, բարի աչքով նայի նրանց, որ ես հանգիստ տամ հոգիս։ Կարծում էի ողջ կմնամ և կգտնի հայրս ինձ, չեմ թողնի, որ ոչ մի արքա բարձր լինի նրանից։ Այն ժամանակ ինչ գիտեի, ով փահլևան մեծանուն, որ իմ հոգին իմ հոր ձեռքով հանձնելու եմ Աստծուն։ Իրանացի մի կտրիչ կա, մի բանտարկյալ իմ բերդում, իմ պարանով բռնեցի ես, գերի առ այդ մարդուն։ Քանի անգամ ես հարցրի նշաններդ մեկ առ մեկ, քո պատկերը աչքիս մեջ էր, չէիր խոսում դու երբեք։
Ամեն հարցիս նա տալիս էր ճիշտ հակառակ պատասխան, հորս հանդեպ սերս մնաց իմ սրտի մեջ արնակամ։ Հույսս մարեց, երբ որ գերին չտվեց ճիշտ պատասխան, իմ լուսավոր օրը դառավ ինձ համար մի մթաշխար։ Ո՞վ է արդյոք այդ իրանցին, երբ հարցնես կիմանաս, բայց խնդրում եմ քինառությամբ նրան վնաս դու չտաս։ Մորս տված նշանները տեսնում էի ճշտությամբ, ափսոս գերին գաղտնի պահեց, ինձ չհայտնեց ոչ մի բան։ Բայց իմ բախտը իմ ճակատին ծնված օրից էր գրված, որ հարազատ իմ հոր ձեռքով ինձ տեսնեին սպանված։ Շանթի նման աշխարհ եկա, հեռանում եմ հող մի պես, գուցե մի օր տիեզերքում ես երջանիկ տեսնեմ քեզ։ Սաստիկ ցավը խեղճ Ռոստամի սիրտն ու հոգին էր մաշում, արտասուքի հեղեղ էր նա թափում, երբ ախ էր քաշում։ Հեծավ ռաշխը, իր զոտքի մոտ գնաց, ինչպես հոմ խելառ, սիրտը լեցուն էր ցավերով, իսկ խոսքերը վշտաբար։ Երբ որ եկավ բանակատեղ, նա տարածեց վայնասուն, իր արածի համար անվերջ ողբի խոսքեր էր ասում։ Իրանացիք տեսան նրան, ողջունեցին սրտագին, ուրախությամբ երեսնի վար ընկան նրա ոտքերին։ Մաղթանք արին ու փառք տվին արարողին աշխարհի, որ Ռոստամը կռվի դաշտից վերադարձավ կենդանի։ Բայց երբ տեսան Փահլևանի դեմքը հողի մեջ կորած, հագուստները ծվեն, կուրծքը լրիվ ճանկռոտած, հավաքվեցին նրա շուրջը, որ պատճառը իմանան։ Ում համար ես այդպես ողբում, ասացին, ով Փահլևան։ Նա դիպվածի մասին նրանց բարբարեց ու հեկեկաց, թե ինչպես է սիրած որդուն տվել մահու մեծ հարված։ Ողջ բանակը Ռոստամ զալի վիշտը կիսեց ու ողբաց, և այդ պահին սաստիկ ցավից Փահլևանը ընկավ ցած։ Երբ որ նորից ուշքի եկավ, ավագներին ասաց նա. այսօր կարծես Ռոստամը չեմ, այլ մի մարմին անզգա։ Թուրքերի դեմ մի որոնեք պատերազմի ասպարես, ինչ վատ բան որ կատարեցի, բավական է ինձ և ձեզ։ Ապա եկավ Ռոստամի մոտ իր եղբայրը, Զևարան, լաց ու կոծով դաշտ արեց, ողբատեղ ու շիվարան։ Ռոստամը, երբ իր եղբորը տեսավ թշվառ, վշտաբեկ, իր և որդու կռվի մասին նրան պատմեց մեկ առ մեկ։ Ես երբևէ չէի արել այսպիսի գործ անօրեն, Աստված պիտի ինձ չարչարի իմ մեղքերի փոխարեն։ Ձեր հասակում անմտաբար սպանեցի իմ որդուն, կտրեցի իմ տոհմարմատը, որ չունենամ խաղաղ տուն։ Հայրը, երբ որ իր ձեռքերով խլեց կյանքը զավակի, Աստված պիտի կրակ թափի ու հավիտյան կայծակի։ Ողբաց նա և քաջ Ումանի մոտ ուղարկեց մի պատգամ։ Քինառության թուրը ասաց. կողքիդ կախիր այս անգամ։ Զորապետը դու ես հիմա, թեկուզ կանչես մարտակոչ, բայց ես կռվել չեմ ցանկանում, կուզես կռվիր, կուզես ոչ։
Միայն թե դու քո վատությամբ ինձ չասացիր ոչ մի բան, կրակ տվիր տուն ու տեղս, կործանեցիր ինձ միայն։ Եղբորն ասաց. դու հումանին տար գետի մոտ, որ հանկարծ նա նեղություն չկրի իր ճանապարհին դժվարանց։ Իսկույն եւ այդ գնաց հասավ հումանի մոտ Զևարան, նրան ասաց, որ Ռոստամը հղել է մի պատվիրան։ Իսկ հումանը պատասխանեց, որ Սոհրաբի հետ մեկտեղ ռազմադաշտում զորք էր վարում ձեռքին նետեր ու աղեղ, ապա ասաց, որ Հեջիրը մեղավոր էր այս գործում, զի Ռոստամի նշանները չհայտնեց նա իր որդուն։ Նա հարցեր էր տալիս, սակայն Հեջիրնենք խաբեբա միշտ պնդում էր իր ասածը ու չէր հայտնում ոչ մի բան։ Հեջիրի այդ չար հանցանքը ոչ մի էակ չի տանի։ Պետք չէ, որ նա այսուհետև մեր մեջ ապրի կենդանի։ Եվ Զևարան անմիջապես եկավ բերդը սպիտակ, Հեջիրինեն արարքների մասին պատմեց շարունակ։ Սաստիկ հույզից Ռոստամզալը քիչ էր մնում տրաքվեր, նա Հեջիրի մոտ շտապեց սրտում դաժան ոխուքեն, բռնեց կրծքից, ամբողջ ուժով թափահարեց Հեջիրին ու ցանկացավ վիզը կտրել մեկ հարվածով իր թրի։ Բայց այդ պահին միջնորդ մարդիկ աչքով արին մեկ-մեկու և Հեջիրին ազատեցին նրա ձեռքի ծահարկու։ Այնուհետև Ռոստամզալը թողեց դաշտը արյունոտ, անմիջապես վերադարձավ իր վիրավոր որդու մոտ։ Քաջատողմիկ իշխանները նույնպես ելան նրա հետ։ Գուսթեհեմը, Հսկաթուսը և Գուդերզը թիկնավետ։ Աստված հոգիդ լուսավորի, միաբերան ասացին, թող քո որդու վերքը բուժի, ով Փահլևան քաջածին։ Բայց Ռոստամը սուրդաշույնը իսկույն հանեց պատյանից, որ հանցավոր իր գլուխը անջատի յուր մարմնից։ Իշխանները պինդ բռնեցին բազուկներից Ռոստամի, նրանք նույնպես ողբում էին մահը ջահել Սոհրաբի։ Գուդերզն ասաց. քեզ ինչ օգուտ, երբ սպանես ով Ռոստամ, կամ աշխարհը կրակ տաս ու մոխիր անես դու անգամ։ 100 վնաս թեկուզ քեզ տաս անիմաստ է, անօգուտ, ոչ տանջանքդ կմեղմանա, ոչ կբուժես քո որդուն։ Եթե Աստված որոշել է, որ նա մնա կենդանի, անհոգ եղիր, կապրես և դու, մահը չի գա քեզ տանի։ Եթե որդիդ պետք է թողնի մեծ սրահը այս ու այն, լավ իմացիր, մենք էլ պիտի գնանք նրա հետ միայն։ Մարդաշխարը մահվան ձեռքին որսատեղ է մի առատ, գլխիդ թեկուզ թագ ունենաս կամ երկաթե սաղավարտ։ Երբ որ կգա ժամանակը, ճանապարհից կընկնենք դուրս, մենք չգիտենք, թե ինչ գաղտնիք կա երկնքում աստղալույս։ Մենք բոլորս մահվան դաժան ատամի տակ չենք մնա, մեր բոլորի ուղին այդ է, լինել հետո, թե հիմա։ Մահը ունի երկու ճամփա, մեկը երկար, մեկը կարճ, անվերադարձ են երկուսն էլ, անլուծելի, անճանաչ։ Մահից անդոր էլ ինչ կա լավ, երբ մազերն ես քո փետում, ամեն մի մարդ դեռ կենդանի մահվան մասին է դատում։
Գնա ով դու պայծառամիտ, Ռոստամն ասաց Գուդերզին, Քաուշ շահին ասա, ծանր մեղք է ընկել իմ վզին։ Կտրիչ որդու սպանեցի, հանգավ աստղը իմ փառքի, անգութ ձեռքով ես մարեցի արեգակը իմ կյանքի։ Ասա, եթե չես մոռացել իմ գործերը, ով Քաուս, գետ մեկ անգամ կարեկցիր և տանջանք մի տուր դու հոգուս։ Քո պահեստում բալասան կա, գանձերից էլ մի թանկ բան, վիրավորին բուժում է այն ու դարձնում ողջանդամ։ Շնոր արա, ինձ նվիրիր դրանից մի գինութաս, գիշեր ցերեկ կաղոթեմ քեզ, եթե դեղը դու ինձ տաս։ Բախտի բերմամբ գուցե որդիս ապաքինվի այդ դեղով, նա էլ շահին կծառայի Բերդ Վահանով, աղեղով։ Հողմի նման Գուդերզն եկավ, շահին հայտնեց լուրը այդ։ Քաուշ շահը լսեց նրան, պատասխանեց բարկացայտ։ Ռոստամի պես հսկա չունեմ, ողջ Իրանում ծայրեծայր, նրան բան չեմ ցանկանում, մեծարում եմ ես միայն, բայց եթե ես կենդանարար բալասանը նրան տամ, որդին նորից կարողանա ու կդառնա նոր Ռոստամ։ Եվ անկասկած այն ժամանակ իմ լավության փոխարեն կհատուցեն ինձ վատություն և իմ թագը կխլեն։ Նա ինձ ասաց, Քաուս ով է մի չնչին մարդ, ոչ թե քաջ, թե Քաուսը շահնշահ է, ինչ է թուսը իմ առաջ։ Իսկ Սոհրաբը իմ բանակին, երբ որ արեց ցիրուցան, երդվեց թագով և կանչեց ինձ բոլորի մոտ բարձրաձայն։ Այս նիզակով կշամփրեմ սիրտը գոռոզ Քաուսի և սուր նետով նրա գանգը կմեխեմ ես իր ուսին։ Այսուհետև տեղ չի գտնի այս աշխարհում ծայրեծայր, նրա փառքը ու պատիվը կանեմ հողին հավասար։ Ռոստամ Զալը ոչ, չի կարող ապրել խաղաղ ու հանգիստ, կխորտակի նա իմ թախտը և քաղաքս կհանիստ։ Չի հանդուրժի մեծությունս, նա իմ գահը կքանդի, ազատաբաղձ նրա ոգին բռնությամբ չեմ կաշկանդի։ Չեմ ցանկանում բարի աչքով նայել քաջին այդ համար, որովհետև նա ձգտում է տիրել գահիս անպատճառ։ Քանի անգամ զորքիս առջև անարգ խոսքեր է ասել, ամոթանքից իմ աչքերից արյուն արցունք է հոսել։ Ռոստամ Զալի որդին, եթե հիմա մնա կենդանի, միայն կտա մի բուռ հող ինձ, և այն էլ ոչ պիտանի։ Չէ որ դու մի աշխարհատես խելոք մարդ ես, ով Գուդերձ, չես լսել դու Սեկ Սոհրաբի նախատինքը հանդեպ մեզ, թե Իրանի կտրիչները իմ թրի տակ կխաղան, Քեյ Քաուսին միջև անգամ կհանեմ ես կախաղան։ Եթե հիմա Ռոստամ Զալին նվիրեմ ես բալասան, նա որդու հետ ողջ Իրանը կանի հողին հավասար։ Ես չեմ կարող օգնության ձեռք մեկնել հզոր թշնամուն, որ աշխարհում մահից հետո թողնեմ միայն բատանուն։ Քաջ Գուդերզը շատ զարմացավ պատասխանից Քաուսի, նա ծխի պես արագ գնաց, որ Ռոստամին բան ասի։ Ասաց, ոչ մի շահ չես գտնի առանց ոխի ու քենի, Քաուշ շահը կարծես լինի թունապատուխ
մի կենի։ Նա ուրիշի ցավի համար կարող է տալ միայն թույն, դաժան մարդուց, ով փահլևան, մի սպասիր օգնություն։ Լավ կլինի ինքդ գնաս, վերադարձա ես անհույս, գուցե նրա խավար հոգում նորից վառես մտքի լույս։ Ռոստամը ողբում է որդու մահը։ Ռոստամ զալը հրամայեց պատրաստեն մի հարմար տեղ, որ իր որդուն պառկեցնեն բամբացքի մեջ շեն շքեղ։ Այնուհետև Քաուր շահի մոտ վազեց նա սրընթաց, բայց գուշկանը ճանապարհի կեսին հասավ և ասաց. թե Սոհրաբը այս աշխարհին հոգին տվեց, բայց ավաղ նա քեզանից պահանջում է ոչ թե պալատ, այլ դագաղ։ Հայրը սարսեց, երբ որ լսեց մահվան լուրը իր որդու, մերթ կանչում էր, կուրծքը ծեծում, մերթ երեսը ճանկռոտում։ Փետեց գլխի մազերը նա, կրծքից հանեց խոր հոգոց, թարթիչներից արյուն կաթեց ու տարածեց լաց ու կոց։ Ձիուց իսկույն ցած իջավ նա, հիվանդի պես դողեդող, սաղավարտը նետեց մի կողմ, գլխին ցանեց քար ու հող։ Իշխանները, երբ լսեցին մահվան լուրը չարաղետ, աղմկեցին ու լացեցին իրենց անբախտ քաջի հետ։ Հայրը ասաց. վայ Սևորիս, իմ պատանի փահլևան, դու քաջերի տոհմից սերած, ինչպես լացեմ գլխիս տամ։ Արեգակը էլ չի տեսնի քեզ պես հսկա, մի անբախտ, չէ որ պետք էր քեզ սաղավարտ, արքայական թագ ու թախտ։ Արարիչը ում է տվել այսպիսի վիշտ, որ տանի, ով է լսել, որ զառամյալ հայրը որդուն սպանի։ Ազնիվ ծոռն ես հռչակավոր Նարիմանյան քաջ Սամի, իսկ մոր կողմից խիզախ թոռը Սեմենգամի իշխանի։ Արժանի եմ, որ հանցավոր իմ ձեռքերը թրատեն, արժանի եմ, որ դիակս հիմա հողի մեջ նետեն։ Որովհետև Սոհրաբի պես որդուս տվի ես քամուն, նա, որի պես դեռ ոչ մի մայր չի ծնել այս աշխարհում։ Գերշասպի և Նարիմանյան Սամի պես էր նա իրոք, խիզախ այր էր, երբևիցե չէր խոնարհվել ծնկաչոք։ Մինչև հիմա ես եմ եղել մեծահամբավ, փառավոր, բայց քաջությամբ նսեմացա ես նրա մոտ, իրոք որ։ Ինչ պատասխան տամ քո մորը, երբ որ լսի մահվանբոտ, ինչ երեսով սուրհանդակին ես ուղարկեմ նրա մոտ։ Ինչպես ասեմ, սպանեցի անմեղ որդուդ իմ ձեռքով, ու ցերեկդ գիշեր արի, միայն իմ մեղքով։ Որ ծնողն է անարգանքի սյունին ինձ պես արժանի, հետագայում ով որ լսի, ինձնից պիտի սարսափի։ Իմ աները Սեմենգանի փահլևանն է իսկական, արած գործիս համար ինչպես հայտնի նա իր աղջկան։ Պիտի ասի, թե Ռոստամը քենի համար տմարդի մենամարտում սուր դաշույնով խոցեց սիրտը զավակի։ Այսուհետև Սամի տոհմին անեծք պիտի տան միայն, ինձ անօրեն պիտի կոչեն, պիտի ասեն անգութ հայր։ Երբևիցե չէի կարծում,
որ իմ որդին շուտ կաճի, այս տարիքում կդառնա նա այսքան բարձր սեկ նոճի, եւ իր ուշքն ու միտքը կտակռվի զենքի ու զորքի, որ իմ օրը խավար դառնա, արժանանամ նզովքի։ Ողբից հետո հրամայեց բերեն շքեղ մի դիպակ, փռեն ջահել որդու վրա արքայական ծածկի տակ։ Նա ձգտում էր իշխանության, որ ձեռք բերի թագ ու գահ, սակայն մահը եկավ և նա ստացավ մի նեղ դագաղ։ Նրան դրին դագաղի մեջ, տարան դաշտից արյունոտ, հրդեհեցին առագաստը ու վրանը որդու մոտ։ Զորքը հող էր ցանում գլխին, այս աշխարհն էր անիծում, դիպակները հրդեհելով ողբում էին ու կոծում։ Հրդեհեցին իշխանական նրա գահը ոսկեխայտ և թանկագին ու գորշագույն ձիու թամբը ամրափայտ։ Ամեն ինչ վառեցին ու բարձրացավ ծուխ ու բոց, իսկ Ռոստամը գոռգոռում էր ու տարածում լաց ու կոց։ Աշխարհն արար չի տեսնելու քեզ պես հսկա մի հեծյալ, դու աննման պատերազմող, դու ամրակոտ քարաժայռ։ Ափսոս, ափսոս, պայծառ խելքդ, ով պատանի փահլևան, ափսոս դեմքդ և աչքերդ և հասակդ հաղթիրան։ Հազար ափսոս քո հոգեմաշ, տանջված սրտիդ ըղձատենչ, մորից հեռու, հորը կարոտ, սուր դաշույնը սրտիդ մեջ։ Խելոք մարդիկ ինչ կասեն ինձ, գործեցի ես մեծ ոճիր ու կտրեցի ես իմ այգուց մի նորատունկ վեհ նոճի։ Ինչպես քավեմ իմ մեղքերը, ինչպես նայեմ ես մարդկանց, ինչպես շահեմ նրանց սիրտը, որ հավատան ինձ սրտանց։ Ասում էր նա, արցունք թափում, գլխին տալիս քար ու հող, մերթ շորերն էր պատառոտում, մերթ շուրթերը մահադող։ Քաուշ շահի հուղարկավոր հսկաները եկան մոտ, նստոտեցին ճամփի վրա, որ զրուցեն սրտամոտ։ Ամեն մի քաջ իմաստալից խոսք էր ասում Ռոստամին, սակայն նրանց խրատները ասես տանում էր քամին։ Ոչ խրատն էր ազդում նրան, ոչ խորհուրդը քաջերի, վիշտը խորն էր, թափվում էին արցունքները աչքերի։ Բախտանիվը ունի գաղտնի իր օրենքը հաստատուն, մի ձեռքի մեջ թագ է պահում, մյուս ձեռքին մահ ու թույն։ Երբ որ մեկին տեսնում է իր գահի վրա ճոխ բազմած, մահ պարանը վիզն է գցում, վեր հանելով նետում ցած։ Մարդը ինչու աշխարհի հետ պիտի կապի սիրտ ու սեր, վերջը մեկ է, մեռնելու է իր մեղքերով ծանրաբեռ։ Բախտանիվը պտտվելով կատարում է մեջ շրջան, շրջանի մեջ կա և խավար, և հարատև լույս ու ջահ, որքան էլ որ հարատևի գոյության քո կարճ ճամփան, վերջի վերջո քո քայլերով պիտի իջնես գերեզման։ Բախտանիվը չի գիտակցում, ով է ստրուկ և ով շահ, ով է խելոք և ով տգետ, նա հնձում է ամեն պահ։ Այս աշխարհը արկածների մի սրահ է մարդաշատ, կյանքի ճամփին միշտ հնձում է, չի տարբերում
լավ թե վատ։ Մենք գիտենք, որ բախտանիվը ունի կայուն ժամանակ, ասենք, թեկուզ ուղեղ չունի, բայց գործում է շարունակ։ Բայց իմացիր, որ հայտնի չէ բախտի վերջին մեր ճամփան, մեկ է, քանզի եւ թե ինչուն չունեն ոչ մի պատասխան։ Այդ պատճառով մահվան մասին պետք չէ ողբալ նախորոք, մեռնելուց ետ ինչ կլինենք, այդ չգիտի դեռ ոչ ոք։ Քաուսը գալիս է Ռոստամի մոտ։ Երբ Սոհրաբի մահվան լուրը գնաց հասավ Քաուսին, նա Ռոստամի մոտ եկավ, որ սփոփանքի խոսք ասի։ Ասաց. «Էլ-բոր սարից մինչև թույլ տերևը եղեգի, մահը պիտի փոշի անի մի հարվածով իր տեգի։ Շուտ կմեռնես, թե ուշ, մեկ է, վերջը պիտի հող լինես։ Մենք բոլորս պիտի գնանք, մտնենք մահվան դռնով ներս։ Այդ պատճառով քո կորածի մասին այդքան մի ողբա։ Եվ խելացի մարդուն լսիր ու ցավերը քու հոգա։ Թե երկինքն էլ գետին զարկես, տակն ու վրա անես դու, թե աշխարհն էլ վառես, հետո մոխիր ցանես, ինչ օգուտ։ Ինչ որ գնաց ետ չի դառնա, կյանքը ոչինչ չի պահում, ոգին է, որ տեղ է գտնում մի նոր կյանքի սրահում։ Հեռվից տեսա որդուտ լանջը ու հասակ ամրակազմ, գուրզը ձեռքին մղում էր նա իրանի դեմ պատերազմ։ Ինքս իմ մեջ մտածեցի, թուրքի նման չէ բնավ, սա արիական ծագում ունի, կամ ինչ անուն տամ նրան։ Օրհասական մահը նրան մղեց դեպի պատերազմ, որ քո անգութ ձեռքով մեռներ, Սոհրաբ որդիդ քաջառազմ։ Իսկ դու որքան ժամանակ քեզ պիտի տանջես ու լացես, անցած էլ գետ չի դառնա, սուգը օգուտ չի տա քեզ։ Ռոստամ զալը պատասխանեց. Այո, ճիշտ ես դու ասում, հումանը դեռ լայնարձակ դաշտում ինձ է սպասում։ Այստեղ բացի թուրք քաջերից կա մի քանի չինացի։ Դու դրանց դեմ քեն մի պահիր, ինչ որ եղավ, մոռացիր։ Թող եղբայրս ճամփա գցի, թող վտանգից զերծ պահի, ամենազոր տիրոջ կարոտ և թողությամբ մեծ շահի։ Քաուշահը կրկին դիմեց, ով Փահլևան անվանի, այս եղեռնի տրտմությունը սրտից արագ դուրս հանիր։ Դրանք իմ դեմ վատ են վարվել ու մնացել անհատույց, մոխրակույտ են արել ամբողջ գյուղ ու քաղաք թե կառույց։ Եվ քանի որ դու միտք չունես նորից գնամ նրանց դեմ, ես չեմ անի, որովհետև սրտիդ ցավը լավ գիտեմ։ Իմ սիրտը քո սրտի նման լի է ցավով ու հոգսով։ Ուստի բարի վճիռ կանենք կռվի մասին երկուսով։ Դու կմնաս այստեղ, մինչև վերադառնա Զևարան, նա շուտապույտ լուր կբերի, թե թուրքերը ուր կորան։ Ռոստամը որդու դիակը տանում է Զաբուլիստան։ Քաուշահը գնաց Իրան աղմկարար իր զորքով։
իսկ Ռոստամը մնաց տեղում, աչքերը լի արցունքով։ Եվ մահապուրդ Հեջիրն եկավ հայտարարեց հենց այնպես, թե Թուրանի ողջ բանակը նահանջել է վերջապես։ Եվ Զևարան Արագավաս Ռոստամ Զալի մոտ եկավ, հեծելազոր և հետևակ զորքը ընկավ ճանապարհ։ Սգի համար պոչատեցին 1000 ընտիր ձիերի, պատռոտեցին հագուստները հռչակավոր քաջերի, ապա սամանդ պոչած ձիու թամբին դրին սգաշոր, ջարդոտեցին դափ ու թմբուկ, գալարափող ու շեփոր։ Ու շարեշար զորքը քայլեց առջևից սև դագաղի, իշխանները ողբում էին, արցունք թափում դառնաղի։ Ռոստամզալը գնաց Զաբուլ, բայց չհասած սահմանին, նրա դարձի տխուր լուրը իսկույն հասավ Դեստանին։ Սակաստանը ոտքի ելավ, եկավ քաջին ընդառաջ, ողջ Զաբուլում ամենուրեք լսվում էր ողբ ու հառաչ։ Ձեր Դեստանը, երբ որ տեսավ սև դագաղը Սոհրաբի, ոսկեպախուրդ ձիուց իջավ, մոլոր կանգնեց կես ճամփին։ Փղամարմին Ռոստամզալը գնաց չոքեց հոր առաջ, հողը առավ ցանեց գլխին, աղաղակեց բարձրականջ։ Ռազմիկները արձակեցին գոտիները ոսկեզոծ ու դագաղի մոտ չոքեցին, տարածելով լաց ու կոծ։ Ամեն մեկը դեմքն էր ճղում, կամ շորերը պատռոտում, կամ թե հող էր ցանում գլխին, կամ Սոհրաբին վայերքում։ Ապա նրանք սև դագաղը իջեցրին գերեզման, աղմկեցին. Ափսոս, ափսոս, ով քաջարի փահլևան։ Իսկ Ռոստամը Զալին ասաց. նայիր սրան, ով իմ հայր, քնած է նա սև դագաղում, ինչպես խղճուկ մի թշվառ։ Նա հեռացավ և ինձ թողեց այս աշխարհում մշտասուկ։ Ասում էր նա և աչքերից թափում աղի արտասուք։ Ողբաց նաև Դեստանը և ասաց. ով իմ պատանի, ինչու ծանր գուրզ վերցրիր, որ մահը քեզ տապալի։ Իշխանների մեջ դու եղար հռչակավոր մի քաջայր, չի ծնել դեռ քեզպես մանուկ այս աշխարհում ոչ մի մայր։ Երբ Ռոստամի մայրը տեսավ դագաղը իր սեկ թոռան, նա բարձրաձայն աղաղակեց. ով պատանի փահլևան, դու առյուծի կտրիչ կորյուն, ազնվածին իմ սերունդ, ոչ մի ծնող չի ունեցել քեզպես հրաշք մի ծնունդ։ Բարձրացրու սեկ գլուխդ ու դագաղից դուրս արի, տես աշխարհը ոնց է ողբում իմ խիզախ թոռ քաջարի։ Վեր կաց, խոսիր, որ իմանանք բաղձանքը քո սև սրտի, ինչու ուրախ ժպիտներդ փոխվեցին լոկ արցունքի։ Քո հասակի գարնան օրը դու գնացիր գերեզման, բայց կարոտից եկար մեր տուն, որ ես ողբամ, գլխիս տամ։ Վեր կաց, պատմիր, տեսնենք ինչու հայրդ պատռեց սիրտը քո, Սիեստանը և Զաբուլը լցրիր վարար արցունքով։ Ամեն մի մայր քեզ համար է ողբում,
Ինչպես իր որդուն, մահդ արար, աշխարհն արավ մի անսահման սքատուն։ Ողբում էր նա ու խենթի պես սև մազերն էր իր փետում, մերթ փոշի էր գլխին ցանում, մերթ շորերը պատրոտում։ Ռոստամ զալը լսեց իր մոր հառաչանքը վշտաբեկ, թշվառ մարդու նման կարծես խինդ չէր տեսել նա երբեք։ Կարծես վերջին դատաստանը տուն էր մտել մահացունք, լացող մարդկանց աչքերից էր ծորում արյուն և արցունք։ Ռոստամ զալը նորից կրկեց սև դագաղը զավակի, ողբում էր նա, որ Զաբոլում ինչքան մարդ կա հավաքի։ Կրկին քանդեց տախտակները ու գամերը դագաղի, սև պատանը քաշեց դեմքից, որ համբույրներ նա քաղի։ Իշխաններին ցույց տվեց նա մարմինը քաջ Սոհրաբի, հողը ծխի սրահ էր մի, իսկ երկինքը սև ամպի։ Նվաղեցին կին թե մանուկ, ջահել ու ծեր տղամարդ, պատառ եղան նույնպես իշխանները ալեզարդ։ Դագաղի մեջ պառկել էր մի արու կորյուն կռվասեր, նման էր նա հսկասամին կամ ասես թե զալն էր ծեր։ Ռոստամ զալը նորից ծածկեց դագաղը իր զավակի, դեմքին քաշեց ոսկե դիպակ, գամերն առավ, որ փակի։ Ասաց. որդուս համար եթե շինեմ ոսկե մի դամբան, դագաղի մեջ անուշաբույր ես մուշկ լցնեմ ու համբար, էլ ինչ անեմ, մահից հետո չի մնա և ոչ մի հետք, կանեմ սրտիս ցանկացածը, ինձ համար էլ ինչ է պետք։ Ինչպես անեմ և ինչ շինեմ, արդյոք սրան արժանի, որ աշխարհի վրա թեկուզ մի բան մնա կենդանի։ Նա պատրաստեց խնկե դագաղ ու դրվագեց, այնուհետ ոսկեպախուրձ ձիու թամբեր, վահան, նիզակ, վերտ ու նետ։ Ապա շինեց մի դամբարան, որ ուխտավոր մարդիկ գան, հոր ձեռքերով դաշույնահար որդու վրա հեկեկան։ Այդ օրվանից այս զրույցը տարածվեց ողջ աշխարհում, որ Ռոստամը դաշունահար արեց անմեղ իր որդուն։ Տխրությունը համակել էր ողջ աշխարհը ծայրեծայր, ով Սոհրաբի մահը լսեց, աղաղակեց վույ ու վայ։ Վիշտը բույն էր դրել վաղուց Ռոստամ զալի կրծքի տակ, նա չընդունեց ոչ մի խրատ, ոչ մի սրտիս փոփանք։ Համբերության ապավինած սպասում էր կույր բախտին, թե երբ պիտի մահը գա իր կյանքի ուղին շուտ խախտի։ Աշխարհի մեջ կան այսպիսի պատմություններ սրտառուչ, հողաշխարհը ողբի բույն է, իսկ մեր կյանքը ոչ ու փուչ։ Թեհմինեն ողբում է որդու մահը։ Քաջ Հումանը, երբ որ նստեց իշխանական ճոխ թամբին, հասավ Թուրան, Աֆրասիաբին պատմեց մահը Սոհրաբի։ Եվ Աֆրասիաբ շահը մնաց զարմացած ու շենշվար, նա չգիտեր ինչպես ելնել նեղ վիճակից այդ դժվար։ Մահվան լուրը բերնեբերան հասավ մինչև Սեմենգան,
պատրեց բոլոր հագուստները Սեմենգանի շահ արքան։ Լուրը հասավ նաև մորը, Սեմենգանի թագուհուն, որ հոր ձեռքով դաշունահար որդին չկա աշխարհում։ Մայրը ուժգին խփեց գլխին, պատռեց կաբան վերից վար, բացեց չքնաղ իր մարմինը, ինչպես ճերմակ մի գոհար։ Աղաղակեց ու պալատում տարածեց նա լացուկոց, մերթ ուշաթափ ընկնում էր ցած, մերթ հանում էր խոր տնքոց։ Եղունգներով դեմքն էր ճղում ու շորերն էր պատռոտում, գոռգոռում էր աշխարհով մեկ, կրծքից արյուն էր կաթում։ Խոպոպավոր գիսակները բռնեց ձեռքով իր ամուր, քաշեց, պոկեց արմատներից ու դեմ գցեց բուռ առ բուռ։ Արնաշաղաղ գլխին ցանեց ափուր սևահող, սակայն հոգին մաշող ցավը բնավ մեղմել չէր կարող։ Ատամներով միսը պոկեց, գլխին ցանեց նա կրակ, խոպոպները այրեց, խանձեց, աղաղակեց շարունակ։ Ողբերգելով ասաց. «Ով իմ միակ որդի, իմ հոգի, ուր ես հիմա, որ մայրդ գա գերեզմանին քո չոքի։ Օտար որդի, գերի հոգի, դու թառամած ու նիհար, հողում թաղված, մտքում պահված, հնարամիտ տեգահար։ Երկու աչքս ճամփիդ վրա սպասեցի միշտ անքուն, թե Սոհրաբից ու Ռոստամից լուր կստանամ ես թաքում։ Մեծ հույսերով սպասեցի գիշերից մինչ առավոտ, թե աշխարհը պատույտ գալով նորից կգաս մորդ մոտ։ Կարծում էի, որոնելով հորդ գտել ես վաղուց, ահա որտեղ որ ես հիմա, կգաս ինձ մոտ իմ առյուծ։ Ինչ գիտեի, որ իմ որդուց դժբախտ լուր է գալու ինձ, թե Ռոստամը որդու սրտի մեջ սուր խրեց վրեժից։ Նա չափսոսաց, չխնայեց քո պատկերը գեղեցիկ, պարթևակազմ վեհ հասակդ, ինչպես նոճի սլացիկ։ Գիշեր ցերեկ փայփայել ու սնուցել է մայրդ քեզ, որ խնամքով դու մեծանաս, ով իմ բալիկ հաղթավես։ Բայց գնացիր քո սեփական արյան ծովուն լողացար, կարմիր պատանք հագար հիմա մորը տալով վիշտ ու ցավ։ Ում հետ կիսեմ իմ ցավերը, սիրտս դառնա քիչ թեթև, ով կարող է փարատել իմ տխրությունը հարատև։ Ում հետ կիսեմ հոգս ու ցավս ու տանջանքս մահացու, ում կանչեմ ես որդի Սոհրաբ, հույսս դրած Աստծուն։ Հազար ափսոս, մատաղ հոգուտ և աչքերիդ վառ ճրակ, գարնան այգուց հեռացար, որ մտնես սառը հողի տակ։ Ողջ Թուրանի հույս ապավեն, որոնեցիր հորը քո, լույս ցերեկի փոխարեն դու գտար միայն երեկո։ Իղձդ սրտում որոնեցիր, բայց մնացիր դու անհույս, ու ննջեցիր սև հողի տակ, թշվառ մարդու պես անլույս։ Ինչու առաջ այն նշանը, որ մայրը քո տվեց քեզ, ցույց չտվիր Ռոստամ Զալին, որ նա տեսներ առերես։ Միթե տված նշանը քեզ
ամուր հիմք չեր ու հավատ, որ ճանաչես քո հարազատ հորը, դժբախտ իմ զավակ։ Ես առանց քեզ ստրուկի պես վշտիս դարձել եմ գերի, աչքերս ծով են արցունքի, սիրտս տնակ հոգսերի։ Ինչու քեզ հետ կռվի չեկա, ձեռքիս բռնած վեր տունետ, որ աշխարը շրջելուց ետ նորից գայի տուն քեզ հետ։ Ռոստամզալը անտարակույս կճանաչեր ինձ իսկույն, կուրախանար, երբ որ տեսներ ունի քեզ պես քաջ գորյուն։ Նա ձեռքիցը սուր դաշույնը դեն կգցեր շատ հեռու, իր զավակի սիրտն ու թոքը չեր պատրոտի քինատու։ Այնքան լացեց, աղաղակեց, թափեց արցունք եւ արյուն, նրա շուրջը ամեն կողմից հավաքվեց մեծ բազմություն։ Բոլոր մարդկանց աչքերը նա լճակ արեց արցունքի, քանզի նա էր մեծ վշտերից խփում կրծքին ու ծնկին։ Ուշագնաց ընկավ գետին, մարդիկ նրան օգնեցին, երբ աչքերը բացեց, ասաց. «Բերեք որդուս սամանդ ձին», բռնեց ձիու գլուխը և կրծքին սեղմեց կարոտով, բայց մարդիկ ապշել էին, աչքները լի արցունքով։ Մերդ գլուխն էր նա համբուրում, մերդ երեսը նժույքի, մերդ շոյում էր սմբակները, երբ իջնում էր նա ծունկի։ Ապա բերեց իր զավակի հագուստները ոսկեգույն, մանկան նման գիրկն առավ, որ քուն դնի իր որդուն։ Այնքան արյուն արցունք թափեց, հողը դարձավ ալ ծաղկունք։ Նա արցունքի աչքեր չուներ, այլ արյան հորդ մի ակունք։ Բերել տվեց որդու թուրը, ամուր գուրզը ծանրաքաշ, և աղեղը, և նիզակը, և վահանը նրբատաշ։ Ապա բերեց ձիու թամբը, սանձափոկը ոսկեզոծ, ծանր գուրզով զարկեց իրեն ու տարածեց լաց ու կոծ։ Այդ բոլորից հետո, երբ նա տեսավ զենք ու սաղավարտ, ամբողջ ձայնով աղաղակեց. «Ուր ես, առյուծ իմ զավակ»։ Ապա բերեց նա պարանը 70 գրկաչափ, փռեց երկար, ինչպես ճամփի վրա ընկած մի վիշապ, և վերջապես քաշեց սուրը, ամբողջ ուժով նա ճչաց, կտրեց ձիու պոչն ու բաշը, որպես սգոմի նշան։ Այնուհետև աղքատներին նա բաժանեց իր որդու նժույգները ու սարքերը և սնդուկը լի ոսկու։ Ապարանքի դուռը փակեց ու հարձակվեց կատաղած, որդու գահը պատվանդանից պոկեց, ապա նետեց ցած։ Նա ավերեց խրախճանքի բազմոցները Սոհրաբի, վերջին անգամ, որտեղից որ գնացել էր նա մարտի։ Տան դռները վարագուրեց ծածկոցներով սևաթույր, և իր որդու ապարանքը նա դարձրեց սգոտուն։ Ապա հագավ լեղակագույն սևայերիս կապտաշոր, ու շորերը նա թաթախեց արցունքներով մշտածոր։ Գիշեր ցերեկ արտասվում էր ու հեկեկում ողբալի, և Սոհրաբի մահից հետո ապրեց հազիվ 1 տարի։ Նա վերջապես վշտից մեռավ,
թողեց աշխարհն այսունայն, աճապարեց իր որդու մոտ, վերջին փափագն էր միայն։ Հողաշխարհը նրա համար եղավ հոգս ու վշտի տուն, ոչ մի էակ նրա ցավին ուժ չուներ տար օգնություն։ Ծանրակշիռ խոսք է ասել Բահրամմոգը խորագետ. մեռածներին մի ափսոսա, պիտի գնաս նրանց հետ։ Այս աշխարհում երկար ապրել դու չես կարող, հավատա, եղիր պատրաստ, քանի որ քո վերջին օրը պիտի գա։ Այսպես է միշտ օրենքը այս սրահ կոչված աշխարհի ոչ հայտնի է սկիզբը և ոչ էլ վերջը վախճանի։ Հեռացումի վերջին օրդ նշել է դեռ հայրը քո, ժամն է արդեն, որ դու թողնես փուչ սրահը այս անգո։ Ոչ մի գաղտնիք մեզ հայտնի չէ, թե մահն ինչեր է անում, անօգուտ է, երբ մթան մեջ բանալի ես որոնում։ Մահվան փակած ամուր դուռը ոչ ոք բացել չի կարող, ինչքան էլ որ դու չարչարվես, մեկ է, պիտի դառնաս հող։ Ամեն մեկս մի բախտ ունենք, կարճ է ուղին այս կյանքի, ոչինչ անել մենք չենք կարող, առանց Տիրոջ մեծ կամքի։ Մի կապվիր դու պանդխտական այս աշխարհին ավերակ, քանզի անգութ հող մի նման ավերում է շարունակ։